Գիշերը ուրեմն գնացել են ինչ-որ մի հատ սրճարանում հավաքվել են քպականները էլի, այդ կազմակերպիչներն ու մասնակիցներս, այդպես ասած, որ ամփոփեն օրը, Փաշինյանը այնքան ջղայնացած ա եղել, գոռացել, ճվացել ա, բոլորին բան արել, որ ձախողեցիք, չկարեցաք, ոչ մեկը չի կազմակերպել, ոչ մեկը չի աշխատել մարդ բերելու համար, չհամարցակվեք ինձ ասեք, որ ստեղ գյումրեցի կար, ես նայել եմ սաղի դեմքը ծանոթ ա, ուր գնում եմ նույն մարդկանց բերում եք դեմս կանգնացնում եք, ձեզ թվում ա ես չեմ ջոգում, որ դուք տեղերից մարդ չեք կարում հավաքեք, բան եւ այլն։ Ասում են Սարիկս խեղճ դուրս ա եկել այդ հանդիպումից, տենց բան տխուր ու գլխիկոր, որ վարչապետը ջոգել ա, որ ստեղ այն շրջիկ կրկեսն ա մասնակցել այդ միջոցառմանը, որ ես Գյումրուց չեմ կարացել մարդ հավաքեմ, իրական գյումրեցիք տենց թասիբի ընկած են էլի այս պարագայում։ Օ, բանա, այդ կոմենտներն էլ տեսել էին, որ ասում վերջին մեղն ա եղել իր դագաղի վրա, ու տեղ տենց այ որ սադրվել ա էլի, ասել քեզ, ու այդ հայհոյանքները գրել ա։ Հիմա էլ դե բարձ արդեն ներողություն բան զարնի դնել էթիկայի կանոնագիր։ Так что բան ա էլի, այն որ ասում ամուսինը գալիս ա կնոջ վրա ա գոռում, կինը երեխայի վրա ա գոռում, երեխան շան վրա ա գոռում, չէ՞, այդ բանի ատելության բանը հարևանին կծում ա։ Դա իրանց մոտ այդ շղթան աշխատել ա։ Ադելա, բայց խայտարակություններ։ Ասենք դրոնով նկարում են ավտոերթը, դե հատուկ նենց են նկարում, որ շատերը Դանիել Հովհաննիսյանը միանգամից սպանանում հայտարարում 1200 քանի մեքենա, ասենք երևի 100 էլ չկար։